Եվ այս պահին էլ վերահաստատում եմ իմ ցանկությունը իրենց հետ հանդիպելու եւ երբ որ հնարավորություն ունենամ օբյեկտիվ անպայման կհանդիպեմ։ Ձեր հաջորդ հարցը վերաբերում է Սիրիայի Արաբական Հանրապետությանը հանձնված դատապարտյալներին։ Ես ուզում եմ նշել, որ այդ անձինք փոխածվել են դատապարտյալների փոխանցման կառուցակարգով, այսինքն պայմանով, որ իրենք պետք է շարունակեն պատիժ կրել, եւ հարցը կարգավորվել է քրեական բարույթներով իրավական օգնության մասին օրենքով, ըստ որի կարող է պրոցեսը իրականացվել փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Եվ դա արվել է գնահատելով այն հնարավորությունները, որոնք մենք այս պահին ունենք, եւ արվել է նաեւ Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու, Սիրիայում հայ համայնքի իրավունքների պաշտպանությունը ավելի արդի դարձնելու նպատակով։ Այսինքն մենք արգելված է Թուրքիայի միջոցով իրականացնելը։ Ավելի տեսեք, մենք գնահատել ենք փոխանցելու ճանապարհները, քննարկվել են նաև այլ ճանապարհներ, նաև Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համատեքստում եւ ոչ միայն այդ համատեքստում, իրականում օբյեկտիվ հնարավորությունների գնահատման համատեքստում եւս ընտրվել է այդ ճանապարհը եւ վստահաբար չկա որևէ արգելք, որևէ պետության միջոցով այդ փոխանցումը իրականացնել։ Եվ այսքանը Ես այսքանը կպատասխանեմ հարցի հետ կապված։ Ինչ։ Ես ասում եմ, որ մեր պետությունում գոյություն ունի դատապարտյալների փոխանցման հնարավորություն եւ համապատասխան ինստիտուտ, գոյություն ունեն համապատասխան օրենսդրական կարգավորումներ եւ կարող եմ միարժեքորեն վստահեցնել, որ պրոցեսը միայն իրավական է եղել եւ հայեցողությունը գնահատելու դաշտում, թե արդյոք արժի փոխանցել դատապարտյալներին, որպեսզի իրենք պատիժը կրեն այլ պետությունում, թե ոչ, թողնված է եղել մեզ, իհարկե օրենքի շրջանակներում, եւ մենք որոշում ենք կայացրել այդ փոխանցումը իրականացնել։ Հիմա թե ինչ պետության միջոցով է, ինչպես է իրականացվել եւ այլն, դա այլ հարց է, խիստ կարեւոր է, որ գործընթացը ունի իրավական հիմք եւ պրոցեսուալ առումով էլ իրավական է եւ խնդրում եմ երկխոսության չվերածել հարցու պատասխանը, այսքանը։ Կա համապատասխան օրենք, ես նշեցի օրենքի անունը, որը մեզ հնարավորություն է տալիս փոխադարձության սկզբունքը հաշվի առնելով իրականացնել դատապարտյալների փոխանցում, այսքանը։ Շնորհակալություն Արմադ Մեդիա, Ամալիա Առաքելյան։ Չէ, ես մի հարցի չպատասխանեցի Սահմանադրության Սահմանադրական խորհրդի հետ կապված, Սահմանադրական խորհուրդը գործում է ակտիվ